24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։ Բարև ձեզ, պարոն Բալասանյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սահմանին կրակոցներ են հնչում, նաև Սյունիքում եղան կրակոցներ գյուղությամբ եւ տեսանք, որ բնակարաններ վնասվել, Տավուշում այսօր կրակոցներ կան, Գեղարքունիքում եւ այլն։ Ինչ նպատակ ունի այս ամեն ինչը, դուք ինչ վտանգներ եք տեսնում այս առումով։ Ադրբեջանական կողմը բարձրացնում է լարվածության մակարդակը, փորձելով ճնշում գործադրել Հայաստանի վրա, նրա քաղաքացիների միջոցով, այսինքն այն հաշվարկով, որտեղ քաղաքացիները դիմեն կառավարության, ասեն, դե ստորագրեք այս ամեն ինչ բրծնենք, որ կռիվ չլինի, կրակոցներ չլինեն եւ այլն եւ այլն։ Դե բայց չստորագրողը Ադրբեջանն է։ Չստորագրողն Ադրբեջանն է, բայց Ադրբեջանի հաշվարկն ուրիշ է։ Հայկական կողմը անվերապահորեն պիտի ընդունի բոլոր այն քմահաճությունները, որ այսօր ունի Ալիևը, բոլոր անխտիր։ Եվ այդ առումով նա հաշվարկը դրված է բնակչության ահաբեկելու վրա, հաշվարկը դրված է, որ երկրում կստեղծվի անկայուն միջավայր եւ բնակչությունն ուղղակի կպահանջի Հայաստանի իշխանություններից անվերապահորեն ուղղակի ստորագրել, ենթարկվել բոլոր պահանջներին, միայն թե այլևս չկրակեն, միայն թե կրակոցներ չհնչեն այլևս, բայց ես կարծում եմ այստեղ նաև վտանգավորը այն է, որ հայկական որոշ շրջանակներ սկսում են, չասեմ հիմնավորել, բայց ամենանդեպս համոզել մեզ, որ դա որևէ լուրջ բան իր մեջ չի պարունակում, դե մառախուղա օդ են կրակում, որ ասեն, որ մենք այստեղ ենք։ Կարևորը որ գյուղերի ուղղությամբ չեն կրակում, ասում են։ Այո, բայց հետո պաշտպանության նախարարությունը ստիպված եղավ ընդունել եւ նաեւ համացանցում կան այդ լուսանկարները, որ ադրբեջանցիները թիրախավորեն էին հենց խաղաղ բնակչության տները։ Այսինքն այստեղ ուղակի այսպես օդկրակելու մասին չի խոսքը, այստեղ նպատակային կրակում են բնակավայրերի վրա, իսկ սա արդեն այլ իրավիճակ է եւ ես կարծում եմ այդ իրավիճակով պայմանավորված հայկական կողմը ավելի օպերատիվ եւ ավելի նաեւ հստակ տեղեկատվություն պիտի տա Հայաստանի հասարակությանը, թե իրականում ինչ է կատարվում։ Իրականությունը ես կարծում եմ մի քիչ այլ է։ Այսինքն այնպես չէ, որ ամեն ինչ հալածյուղի պես այսպես գնում է եւ խաղաղության պայմանագիրը պատրաստ է եւ մնում է միայն ստորագրել։ Ես հեռու եմ այն մտքից, որ խաղաղության պայմանագիրը առհասարակ պատրաստ է եւ նաեւ չեմ կարծում, թե խաղաղության պայմանագիրը առհասարակ կստորագրվի։ Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պահվածքը, Ադրբեջանը սկզբում թե հիշում ենք հայտարարեց, ասեց վերջ, արդեն բոլոր կետերի հետ կապված մենք տարաձայնություն չունենք։ Հայաստանը ասեց լավ, ստորագրում ենք, ու այդտեղ սկսվեց խաղը, այսինքն բա այս հարցում Հայաստանը խախտում է պայմանավորվածությունը, սահմանադրության հետ կապված խախտում է, Հայաստանը պարտավոր է այս անել, Հայաստանը պիտի սենց անի, այսպես անի, այնպես անի։ Սահմանադրության հարցը առաջ են բերում այն ժամանակ, երբ որ դա երկարատև գործընթաց է։ Այո, այսինքն այնպես որ վաղը սահմանադրություն են փոխելու։ Դրան հաջորդեց նաև հայկական կողմի որոշակի մի քիչ զուսպ, ես կարծում եմ կարելի էր մի փոքր ավելի այսպես բան պատասխանել, բայց ամենայն դեպս, որ գիտեք, Ադրբեջանի սահմանադրության հետ կապված էլ մենք խնդիրներ ունենք, եւ Ադրբեջանի սահմանադրությունը այնպես չի, որ փոխելու արժանի չի։ Ես կարծում եմ, սա պետք է ասվեր ոչ թե այն ժամանակ, երբ արդեն Ադրբեջանը հայտարարում է, որ բոլոր կետերը քննարկված են, այլ ընթացքում էր պետք ասել։ Եւ հակա այսպես կոնտր արգումենտ բերելով հասնել նրան, որ մենք չենք բարձրացնում սահմանադրության փոփոխության հարցը ձեր մոտ, դուք էլ չեք բարձրացնում սահմանադրության հարցը։ Բայց այդ մասին ասվել է։ Դեռ ամիսներ առաջ, բայց արդյունք չենք Ադրբեջանը շարունակում է պահանջել։ Եթե հիմա արդյունք չենք տեսնում, նշանակում է կամ լավ չի ասվել, կամ Ադրբեջանը չի հասկացել, թե ինչ են իրենց ուզում։ Երկու պարագայում էլ ակնհայտ է Ադրբեջանը ոչ կառուցողական նվազագույնը գործընկեր է Հայաստանի համար եւ արդեն պարզ է, որ Ադրբեջանը անգամ եթե ստորագրեց այդ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, ինքը չի իրականացնելու դա, ամեն օր դա խախտվելու է։ Այդպիսին ադրբեջանցիների բնույթը, իրենք չեն ցանկանում որևէ պարտավորություն ստանձնել, քանզի տեսնում են, որ առանց պարտավորությունների էլ օդ կրակելով, բնակչության վրա կրակելով, ահաբեկելով բնակչության, իրենք ստանում են, ինչ որ իրենք ցանկանում են։ Հիմա դուք կարծում եք այդ կրակոցները միայն նրա համար է, որպեսզի համաձայնության կան Հայաստանի հետ, թե իսկապես հնարավոր է, որ ռազմական գործողություններ են պլանավորում անել եւ հող են նախապատրաստում, որովհետեւ տևական ժամանակ է, ինչ ապատեղեկատվություն է իրենց կողմից տարածվում։ Գիտեք, եւ մեկը եւ մյուսը, այսինքն իրենք մեկ կրակոցով երկու նապաստակ են որսում, եւ Հայաստանի հասարակությանը ահաբեկելով փորձում են ճնշում գործադրել իշխանությունների
իշխանությունների վրա, որ սկսի ընդունի բոլոր պայմանները եւ սկսի ստորագրման գործընթաց, չնայած դուք ճիշտ նկատեցիք, որ իրենք չեն անում դա, այլ ոչ թե Հայաստանը, եւ երկրորդը ավելացնելով լարվածության մակարդակը, նաեւ հող է նախապատրաստում ցանկացած պահի ասելու, որ Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները, հետեւաբար Ադրբեջանը ունի սուվերեն իրավունք կամ ունի լեգիտիմ իրավունք այս հարցը կարգավորել այլ մեթոդներով եւ այլ միջոցներով, հատկապես որ սահմանին անընդհատ կուտակումներ են գնում եւ այդ մասին հայկական մամուլը բազմիցս նշել է, որ կոնկրետ հատվածներում եւ Տավուշի ուղղությամբ, եւ Գեղարքունիքի ուղղությամբ, եւ Սյունիքի ուղղությամբ կան կուտակումներ։ Հիմա սա չնկատել, փորձել ասել դե դա մեզ չի վերաբերվում կամ դժվար թե Ադրբեջանը գնա ռազմական գործողություն, ես կարծում եմ ճիշտ չի, ավելին պետք է պատրաստ լինել ցանկացած բայի, որ Ադրբեջանը կարող է գնալ ռազմական գործողությունների սկսման, ավելի լավ է մենք պատրաստ լինենք եւ Ադրբեջանը իմանալով, որ մենք պատրաստ ենք, չսկսի, քան թե մենք այսպես փափուկ բարձ դնենք հասարակության տակ, դե Ադրբեջանը չի անի, դե խաղաղ է, դե ինքը լավ գործընկեր է, իր հետ կարելի է ինչ-որ բան պայմանավորվել, հետո հասարակությանը կանգնեցնենք փաստի առաջ։ Հիմա արտգործ նախարարը, որ գնալու է Անտալիա եւ այնտեղ հանդիպելու է Էրդողանին, հնարավոր է, որ այս հարցերում որպես միջնորդ իրենք որևէ լուծման կան կամ Ադրբեջանի ստիպեն, որ պայմանագիրը կնքի։ Գիտեք, իրենք Ադրբեջանին ոչինչ չեն ստիպել, որովհետեւ իրենք եւ Ադրբեջանը նույնն են։ Այսինքն մեկ ընդհանուր միավոր են։ Բայց կարծես միջնորդ են իրենք դարձել։ Դե դա մեր դիվանագիտական բացթողումն է, որ Թուրքիան միջնորդ դարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Դու չես կարող միջնորդ դարձնել մի երկրի, ով ի սկզբանե ունի ընդգծված հակահայկական դիրքորոշում եւ պրոադրբեջանական դիրքորոշում, ավելին, դու չես կարող միջնորդ դարձնել եւ ընդունել նրա միջնորդությունը, երբ այդ պետությունն է կռվել քո դեմ Արցախում։ Եվ հպարտանում էր, ասում էր, որ մենք աջակցել ենք։ Այո, ինչ մոռացանք մենք այս ամենը։ Այսինքն 5 տարին բավական էր, որպեսզի մենք Թուրքիային այլ աչքով սկսենք նայել եւ անգամ սկսենք մի օր մտածել, որ կարող ենք նաեւ ընդունել թուրքական կողմի միջնորդությունը հայ-ադրբեջանական բանակցություններում։ Սա շատ վտանգավոր քայլ է եւ կարծում եմ ոչ միտեղ տանող, քանզի Թուրքիան միաժամանակ սկսելու է եւ Ադրբեջանի համար ճնշում գործադրել Հայաստանի վրա, եւ ապրիլ 24-ին ընթരാճ սկսելու է նաեւ Հայաստանի վրա ճնշում գործադրել, որ եթե դու ցանկանում ես, որ ես միջնորդ լինեմ, ուրեմն սա պիտի անես իմ համար։ Մենք գիտենք թե դա ինչ է նշանակում։ Ապրիլ 24-ից հրաժարում որպես ցեղասպանության նշատակի օր, միջազգային ճանաչումից ցեղասպանության հրաժարում, մի օր էլ կասեն Ծիծեռնակաբերդի թանգարանի ապամոնտաժում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ապամոնտաժում, արդեն իրենց առաջ քաշած այսպես երկրորդական պահանջներից մի մասը Հայաստանը կամա թե ակամա կատարել է։ Արարատի հետ կապված հայտարարությունը, Արևմտյան Հայաստանի հետ կապված հայտարարությունը, Սփյուռքի հետ մասով կարծես թե հող է նախապատրաստվում։ Բնականաբար Փաշինյանը խոսում է այդ մասին, ժողովրդի տրամադրություններն է ուզում ստուգել։ Բնականաբար, հետեւաբար Թուրքիան այս ամեն ինչը անելու է շատ հանգիստ, որովհետև իր համար պարարտ հող է ստեղծվել, քանզի հակառակը նա չի տեսնում։ Իսկ ես միշտ կարծել եմ եւ հիմա էլ եմ կարծում, որ Հայաստանի գոյության գրավականը դա հակաթուրքականությունն է, հակաթուրքականությունը ոչ թե որ մենք որտեղ թուրք տեսնենք դանակը վերցնենք վազենք հետևից, ոչ։ Թուրքիան իդեմս Հայաստանի պիտի տեսնի պետություն, ում հետ ինքը նաև պիտի շահագրգռված լինի հարաբերությունները կարգավորել, որտեղ ինքն է փակել սահմանը։ Բայց ինչպես շահագրգռված լինի, ինչով պիտի շահագրգռվի։ Նրանով պիտի շահագրգռվի, որ հակառակ պարագայում այն միջազգային արշավը, որ սկսել էր Հայաստանը, որ պետք է տրամաբանական այդ արշավը իր ավարտին հասնել եւ շարունակել ճնշումը։ Այո, եւ ոչ միայն Սահմանի բացումը դա պիտի լիներ միջազգային ճնշման ներքո, որ Թուրքիան ստիպված լիներ սահմանը բացել, այլ ոչ թե մենք վազեինք Թուրքիա, ասենք ինչ եք ուզում ձեր համար անենք, որպեսզի հայ-թուրքական սահմանը բացվի։ Այդպես բանակցություններ չեն վարում։ Մենք չենք փակել սահմանը, որպեսզի մենք շահագրգռված լինենք ամեն գնով բացելու այդ։ Հայաստանը 30 տարի ապրել է այդ սահմանի պարագայում, փակ սահմանի։ Ես վստահ եմ Հայաստանի տնտեսությունը այս պարագայում դեռ կշարունակի 30 տարի եւս փակ սահմանի պարագայում ապրել։ Բայց ամեն ինչ իհարկե փակ սահմաններ չի կարելի 21-րդ դարում, բայց մենք նայած թե մենք ինչ գին ենք պատրաստ դրա համար վճարել։ Եթե մենք դրա համար պիտի վճարենք ազգային հիշողությամբ, եթե մենք դրա դիմաց պիտի վճարենք ցեղասպանության մեր զոհերի հիշատակը մոռանալով, եթե մենք դրա դիմաց պիտի վճարենք մեր ազգային արժանապատվության եւ մեր պատմության հաշվին, ապա ես դեմ եմ այդքան զիջումներով եւ այդքան զոհություններով հայ-թուրքական սահմանի բացման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման։
Եվ առանձնապես տեսնում ենք, որ առաջընթացել չկա, այդ մասին նաև Քլեշն է խոսել։ Թուրքիան ինքը շահագրգռված չի, հասկանում եք, Թուրքիայի համար Հայաստանի սահման բացել չբացելը ունի բացառապես քաղաքական նշանակություն։ Թուրքիան տեսնում է, որ առանց իր շարժվելու էլ, առանց իր նախաձեռնողության էլ Հայաստանն է գալիս, Հայաստանն է առաջարկում, այդ առաջարկի ամեն առաջարկ իր գինն ունի։ Ամեն առաջարկ ունի իր գինը։ Հիմա Թուրքիան էլ հերթով այդ այսպես գները կդնի դարակներով եւ Հայաստանը մտնելով այս գործընթացի մեջ ստիպված է լինելու ուղղակի անելային պահանջներ, ինչ որ Թուրքիան իրենից ակնկալում է։ Այլ տարբերակ ցավոք սրտի մենք դեռ այս պահին չունենք։ Հիմա Իրանի հետ զորավարժություններ է իրականացվում, ինչու այս փուլում զորավարժություններ եղան, արդյոք վտանգ կա, դրանով է պայմանավորված, թե ինչ հարց է, կարծում եք։ Ես կարծում եմ վտանգ կա հայ-իրանական սահմանի փակման եւ դեռևս հեռավոր 2018 թվականի դեկտեմբերին Հայաստանի վարչապետն էր ասել, որ տեսականորեն ինչ-ինչ գործընթացների պարագայում հայ-իրանական սահմանը կարող է փակվել։ Երկրորդը խաղաղության պայմանագրի, այսպես կոչված խաղաղության պայմանագրի անընդհատ քննարկումը Իրանի մոտ մտահոգություններ է առաջացնում ինչ առումով։ Մենք հիշում ենք, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրման պատրաստ լինելու մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը Ադրբեջանի ղեկավարը նշում էր, որ Ադրբեջանի քաղաքացիները Նախիջևանից այսպես ասած մայրցամաքային Ադրբեջան անցնելիս Հայաստանի տարածք մուտք գործելիս եւ դուրս գալիս անձնագիր չպիտի ներկայացնեն ադրբեջանական բեռները չպետք է ստուգվեն հիմա հաշվի առնելով որ երթուղիների ապաշրջափակման մասին ինչ որ պայմանավորվածություններ թե հիշում եք ձեռք բերվել երկաթգծի հետ կապված իսկ այդ երկաթգիծը անցնում է անմիջապես Իրանի սահմանին մոտ եթե չասենք կպած սահմանին հետեւաբար Իրան ունի մտավախություն որ եթե իսկ Ադրբեջանի ղեկավարի ասածը չի հերքվել եւ Ադրբեջանի ղեկավարը հակառակ հայտարարություն չի արել, այսինքն խաղաղության այսպես կոչված պայմանագրում էլ ես չեմ բացառում, որ այդ կետը կա։ Հետեւաբար Իրանը ճանապարհների հարցը առանձնացված է առանձին ֆորմատով է քննարկվում խաղաղության խաչմերուկի այդ հասկանալի է, բայց այդ պահանջը Ադրբեջանը այդ պահանջից չի հրաժարվել։ Ավելի ճիշտ ճանապարհների ապաշրջափակման հանձնաժողով կա, Մհեր Գրիգորյանն է այո, բայց գործիքակազմը եւ գործընթացը Ադրբեջանը թողում է նույնը։ Այսինքն իր քաղաքացիները չպետք է զննության ենթարկվեն, այո։ Եվ քանի դեռ հակառակի մասին Ադրբեջանը չի հայտարարել, Իրան ունի մտահոգվելու լուրջ պատճառ, որ Հայաստանի տարածքով անցնող ադրբեջանցիները, ովքեր առանց հսկողության մտնում են Հայաստան, կարող է խելքներին փչի դրանց մի մասի արաքսնացնի մտնի Իրան կամ հարձակվի իրանական սահմանապահ ուղեկալների վրա։ Չէ՞ որ Ադրբեջանը արդեն մեկ անգամ ողջ աշխարհին եւ Մերձավոր Արևելքի պետություններին ապացուցել է, որ ինքը սերտ կապեր ունի ահաբեկիչների հետ, որ ահաբեկիչները կարող են գալ իր համար կռվել մեր դեմ Արցախում։ Հետեւաբար ի՞նչն է խանգարում Ալիևին այդ նույն ահաբեկիչներին ադրբեջանական անձնագրերով մի հատ էլ բերել, փորձել Հայաստանից Ադրբեջան իբր անցկացնելու ճանապարհին լցնել նրանց արաքսային կողմ դեպի իրանական Ադրբեջան եւ Իրանի այսպես սահմանային Իրան-Հայաստան սահմանի անցակետերի վրա հարձակումներ իրականացնել, չգիտեմ, ահաբեկչական գործողություններ իրականացնել։ Իրանը ունի հստակ մտահոգություններ։ Դրա համար եմ ես մի քանի անգամ նշել, քանի դեռ Իրանի մտահոգությունները չեն փարատվել, քանի դեռ Մոսկվան էլ որոշակի մտահոգություններ եւ որոշակի այսպես իր դիրքորոշումը, այսպես ասենք, ունի խաղաղության պայմանագրի վերջնական տեսքի հետ կապված, այդ պայմանագիրը չի ստորագրվելու։ Իսկ հիմա զորավարժություններ ինչ է արվում Հայաստանի հետ մասնավորապես։ Դե առաջինը արդեն նշեցի, որտեղ հայ-իրանական սահմանի սահմանակետերի, այսինքն Հայաստանից իրենք վտանգ են զգում, բայց ոչ թե Հայաստանից, այլ այն ադրբեջանցիներից, ովքեր կարող են անարգել լցվել Հայաստան եւ Հայաստանից արդեն Իրանին սպառնալ։ Այդ առումով իրենք վտանգ են զգում։ Երկրորդը, ես կարծում եմ հայ-իրանական համատեղ զորավարժությունների անցկացումը նաև վկայում է այն մասին, որ այստեղ Վաշինգտոնի դիրքերը սկսում են թուլանալ։ Սա ուղիղ ազդակ է, քանզի երբեք հայ-իրանական ուրեմն համատեղ զորավարժություններ չեն եղել, ավելին ասեմ, անգամ Իրանից չէին թույլատրում, որ մենք նավթամթերք գնենք։ Այդ ինչ եղավ, որ հիմա նավթամթերք չէ, զորավարժություններ են, այսինքն իրավիճակը փոխվում։ Եվ նաև հաշվի առնելով, որ իրանական կողմն է շատ ցույց տալիս կադրերը այդ համատեղ զորավարժությունը եւ հայկական կողմից կատարյալ լռություն է, այսպիսի տպավորություն է, որ հենց Իրանն է շահագրգռված այդ զորավարժություններով։ Որ Իրանի համար է սա առաջի հերթին կարևոր իր երկրի անվտանգության ապահովման համար, մինչդեռ մենք էլ սա պիտի վերցնենք որպես ուղենիշ եւ մեր ռազմավարության մեջ եւ ավելացնենք Իրանի հետ եւ ռազմատեխնիկական համագործակցությունը եւ համատեղ զորավարժությունների թիվը
Այսինքն արդեն նախադեպը կա, պետք է սա զարգացնել եւ Իրանը լինելով Սյունիքի հայկականության երաշխավորներից մեկը շահագրգռված է, որ այս տարածքը չանցնի թուրք-ադրբեջանական տանդեմի հսկողության։ Հետևաբար ինքը գնալու է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը, հատկապես որ իրանական փորձագետներն են նշում են, որ Իսրայելից Ադրբեջան ստացվող զենքի մի մասը ուղղված է հենց Իրանի դեմ։ Իսկ Հայաստանից կգնա հարաբերությունների խորացում կարծում եք։ Դա ես կարծում եմ առաջինը քաղաքական կանգ տարածաշրջանում իրավիճակ փոխվել է, աշխարհում իրավիճակ փոխվել է։ Հիմա մնում է Հայաստանը եւ որոշում կայացնողները դուրս գան այդ կարծրատիպերից, միաբևեռ աշխարհի մտածելակերպից դուրս գան։ Աշխարհը վաղուց արդեն միաբևեռ չի։ Աշխարհը վաղուց արդեն չի նայում միայն արևմուտքի կողմը։ Մենք ինչու ենք այսպես դեռ շարունակում համառորեն միայն այնտեղ տեսնել մեր փրկությունը։ Ես անկեղծ ասած չգիտեմ, քանի որ որոշում կայացնողների մեջ չեմ, բայց Հայաստանը պիտի իհարկե օգտվի այս ամեն ինչից։ Հայաստանը պիտի ավելի ակտիվացնի եւ հայ-իրանական, նաեւ ռազմատեխնիկական համագործակցությունը պիտի լինի ի հեճուկս թուրք-ադրբեջանա-իսրայելական ռազմական համագործակցության մեր տարածաշրջանում։ Նաև Ալիևը նշել էր, որ իրենք ճանապարհը շրջանցող կարող են Իրանից վերցնել, թե այդ ճանապարհը կա, բայց նա խոսել է շինարարության մասին, ասել է, որ կամուրջ է հիմա կառուցվում եւ ասել է, թող Հայաստանը մտածի, ինքն է փակուղում հայտնվելու։ Հիմա այս հարցը եթե լուծվում է Իրանով, իսկապես մենք կարող ենք ասել, որ Սյունիքով այդ ճանապարհի հարցը փակված է, ինչպես իրենք են ասում Զանգեզուրի միջանցքի հարցը։ Տեսեք, դեռ 4 ամիս առաջ են ադրբեջանցիները հայտարարել, որ Արաքսի վրայի կամուրջը պատրաստ է։ Այսինքն Ալիևը անընդհատ փորձում է դա վաճառել մեզ վրա, ցույց տալ, որ ինքը, տեսեք, ինքը լրիվ այսպես ազնիվ նկարտումներով Հայաստանի մասին էր մտածում։ Բայց միայն ճանապարհը այո, միայն ճանապարհը պետք է։ Դե եթե Հայաստանը չի ուզում իր լավը հասկանա եւ չի ուզում տնտեսական օգուտներ ունենա, դա հիմա ինչ անենք, մենք էլ կգնանք Իրանով, բայց սա Ադրբեջանի ղեկավարի ցանկությունը չի։ Եթե մենք հիշում ենք դեռ 2 տարի առաջ, երբ Թեհրանում հանդիպեցին Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ղեկավարները 3 գումարը 3-ի մի հատվածը Խոմեյնիի հետ երբ որ հանդիպեցին, Այաթոլլան հստակ ասաց Էրդողանին, որ եթե դուք ճանապարհ եք ուզում ճանապարհի համար, եկեք Իրանի տարածքով անցեք, խնդիրը որն է։ Եթե դուք Զանգեզուրի միջանցքը, այո, չեք դիտարկում իբրև քաղաքական ճնշման կամ ավելի արտատարածքային միջանցք, որի վրա Հայաստանը չպիտի ունենա որևէ իրավունք։ Եթե դուք դա չեք դիտարկում, եթե սա միայն ազնիվ նկարտումներ են տնտեսական կապերը ամրապնդելու, եկեք Իրանի վրայով գնացեք։ Այսինքն Ալիևը հերթական անգամ նույն ապրանքը փորձում է եւս մեկ անգամ թանկ գնով վաճառել եւ նաեւ Հայաստանի իշխանություններին է փորձում սրանով եւ հայ ժողովրդին համոզել, որ դե գիտեք, այդ ճանապարհը մենք միայն եւ միայն ուզում ենք տնտեսական է։ Բայց ամեն դեպքում ճնշումներ եղել են իրենց վրա, սա հետ քայլ դուք չեք դիտարկում։ Միանշանակ հետ քայլ կարելի է դիտարկել եւ այդ ճնշողը առաջինը հենց Իրանն է։ Հենց Իրանն է, որովհետեւ դրանից առաջ եղավ Իրանի նախագահի այցը ուրեմն Բաքու, եթե չեմ սխալվում, կամ պիտի, այսինքն այս մոտ օրերը դա պիտի այդ հարցը քննարկվի եւ այնտեղ պիտի հանդիպեն։ Հետո Իրանի հայտարարությունը զենքի հետ կապված, որ սա նաեւ Իրանի դեմ է ուղված, Իսրայելի այսպես չափից դուրս ակտիվությունը իրանական սահմանի մոտ, սա այս ամեն ինչը վկայում է այն մասին, որ այո, եղել է նաեւ ճնշում եւ Ալիևը ուղղակի հենց այնպես չէր համաձայնվի մի պահ կարծես թե այսպես հրաժարվել Զանգեզուրի միջանցքի գաղափարից իր պատկերացմամբ եւ ամեն դեպքում ճանապարհը վերցնել Իրանի տարածք։ Հիմա հարցը վերջնականապես կփակվի, թե իսկապես հնարավոր է, որ անընդհատ այս թեման բարձրացնի Ալիևը։ Գիտեք, դա առաջինը ժամանակ առ ժամանակ լռում է, հետո նորից սկսվում է։ Այո, առաջինը կախված կլինի ինչ իրավիճակ է տարածաշրջանում եւ Իրանի շուրջ ինչ զարգացումներ կլինեն։ Երկրորդը կարծում եմ կախված կլինի ռուս-ուկրաինական ճակատում ինչ զարգացումներ կլինեն եւ ռուս-ամերիկյան հարաբերությունները որ փուլում կլինեն եւ զարգացվածության ինչպիսի մակարդակ կապով են։ Եթե երկու պետությունները կարողացան լեզու գտնել տարածաշրջանների հետ կապված, ես կարծում եմ Ալիևի ախորժակը մի քիչ կմեղմվի։ Եթե ոչ, եթե գնաց խոր առճակատում, ապա Ալիևը ամեն անգամ այդ հարցը բարձրացնելու է, փորձելով կտրել Սյունիքը եւ վերցնել իրեն։ Բայց կարծում եք ռուս-ուկրաինական պատերազմի վերջը կհաջողվի դադարեցնել Թրամփին։ Կարծես թե մինչև հիմա չի հաջողվում։ Ասում են ավելի ակտիվացել է։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Զելենսկին ուղղակի հոգնեցրել է Թրամփին։ Եվ վերջի հանդիպումը Ստամբուլում, տեսեք, Ստամբուլում վերջի հանդիպումը ռուս-ամերիկյան տևել է 5.5 ժամ եւ Կրեմլից ստացված պաշտոնական տեղեկատվություն, որ հրապարակվել է, նշում է, որ Ուկրաինայի հարց ընդհանրապես չի քննարկվել։
Այսինքն դա ինչի մասին է խոսում, որ իրենք քննարկել են զուտ երկում հարաբերությունների կարգավորման հարցը։ Տրամպ այսօր գնում է Ռուսաստանի հետ առանձին հարաբերություններ կարգավորելու ճանապարհով ի հեճուկս Չինաստանի։ Անկամ Ռուսաստանը չներարվեց այն պետությունների ցանկում ու նկատմամբ մաքսաչափերը, ոչ թե պատժամիջոց, այլ մաքսատուրքերի դրույքաչափերը ավելացան։ Ասեցին դե մենք Ռուսաստանի հետ չունենք առևտուր։ Այստեղ էլ են ստում, քանզի անգամ այս պայմաններում 3-ից 2.5 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառություն է հասնում Ռուսաստանի Միացյալ Նահանգների միջև։ Հետևաբար սա ունի Ուկրաինայի հարցը դրվում է մի կողմ եւ Ամերիկա-Ռուսաստան հարաբերությունները։ Այո, ես արդեն որ նայում եմ, որտեվ մի քանի անգամ Զելենսկին եւ ուկրաինական իշխանությունները ուղղակի չկատարեցին այն հանձնարարությունը, այն պարտավորությունը, որ ստացել էին Տրամպի հետ հանդիպումից, որ 30-օրյա ժամկետում դադարեցնենք գոնե էներգետիկ համակարգերի վրա հարձակումը, որ 30-օրյա ժամկետում դադարեցնենք ռազմական գործողություններ եւ այլն եւ այլն։ Հիմա իմ մոտ ուղղակի տպավորություն է, որ ռազմական գործողությունները ուղղակի շարունակվելու են եւ հաղթելու են ուժեղը եւ Միացյալ Նահանգները Ռուսաստան մի կողմ են դնում զուտ ուկրաինական թեման եւ այսպես ասած ուկրաինական քեյսը մի կողմ են դնում եւ ուղղակի գնում են հարաբերությունները զարգացնելու, խորացնելու ճանապարհով։ Բայց ամեն դեպքում այնպես չի, որ նրանք չեն աջակցում ընդհանրապես Ուկրաինային։ Նաեւ հետախուզական տվյալների առումով ասել էին, որ կրկին կտրամադրեն։ Տեսեք, աջակցելը աջակցում են, ոչ ոք չի ասում չեն աջակցում, բայց դա դարձնել հիմք եւ անկյունակար երկու պետությունների միջև հարաբերություններ։ Համար Տրամպը այլևս չի ուզում ուկրաինական հարցը դարձնել երկու այսպես պետությունների հարաբերությունների գերի։ Ինքը առանձին ճանապարհով է գնում։ Ուկրաինական հարցում ըստ էության կհաջողվի հասնել որևէ արդյունքի, կհասնեն, չի հաջողվի, ռազմական գործողությունները կշարունակվեն։ Այստեղ արդեն եւ այս պարագայում եւ ողջ աշխարհին տնտեսական պատերազմ է հայտարարում Տրամպը։ Հիմա առաջանալու է հարց. ամերիկյան տնտեսությունը կարողանալու է, եթե ռազմական գործողությունները շարունակվեց, ամերիկյան տնտեսությունը կարողանալու է վճարել այս պատերազմի համար։ Եվրոմիությունը օրինակ չի կարողանալու, որովհետև Եվրոմիության նկատմամբ այս մաքսատուրքերի չափի ավելացումը վկայում է մի բանի մասին։ Ապրանքաշրջանառությունը ԵՄ-ԱՄՆ շեշտակի անկում է ապրելու։ Իսկ եվրոպական արտադրանքի հիմնական շուկան դա Միացյալ Նահանգներն է։ Քանզի գնողունակության առումով եվրոպական արտադրանքը շատ թանկ է ասիական շուկայի համար։ Ասիական շուկայի համար կան Հարավային Կորեա, Չինաստան եւ Ճապոնիան, որոնք հարավային եւ հարավ-արևելյան Ասիան ամբողջությամբ ապահովում են բոլոր անհրաժեշտ ապրանքատեսակներով։ Եվրոպական արտադրանքը որակով է, այո, բայց շատ թանկ է եւ նրա հիմնական սպառողը հենց Միացյալ Նահանգներն են։ Հետևաբար եվրոպական տնտեսությունները սկսելու անկում ապրել եւ այս պարագայում ով է ֆինանսավորելու ուկրաինական պատերազմը։ Ես կարծում եմ նաեւ Մոսկվան միգուցե նաեւ այլ մարտավարություն է ընտրել, մի փոքր էլ ոչինչ չանել, սпасել, որ այս հակամարտությունը աստիճանաբար կսկսի նվազել, քանզի ֆինանսավորումն է նվազելու։ Իսկ ինքը իր կողմից ավելացնելու է ճնշումը։ Եթե մենք տեսնում ենք արդեն վերջի մի ամիսն է ռուսական կողմը հաղթանակներ է տանում շատ լուրջ ռազմական գործարաններ։ Այսինքն անգամ ուկրաինական գեներալներն են նշում, այդ գործարանները պաշտպանելու համար բալիստիկ հրթիռներից սովորական հոբ համակարգերը չեն կարող։ Պետք են Patriot համակարգեր, որի հրթիռները մենք չունենք ըստ էության։ Եվ Մոսկվան սա շատ լավ իմանալով սկսել է հարվածել այն խոշոր արդյունաբերական ռազմական գործարաններին, որոնք եղանակ էին փոխում եւ որոնք ռազմաճակատին անհրաժեշտ արտադրանք էին մատակարարում։ Հիմա եթե դրանք էլ է քանդվում, ըստ էության ճակատը սկսում է աստիճանաբար բացվել։ Եվ եթե մենք նաև նկատում ենք, գնալով ճակատի երկարությունն է բացվում, այսինքն գնալով ճակատը այնքան է լայնանում, որ ընդգրկում է նոր շրջաններ, որոնք երբևէ մինչ այս պահ չեն եղել ռազմական գործողությունների մեջ։ Օրինակ Սումի շրջանը երբեք չի եղել ռազմական գործողությունների մեջ։ Այսօր Սումի շրջանում օպերացիա է իրականացվում, Դնեպրոպետրովսկի մարզին են մոտենում, Խարկովի մարզում լրացուցիչ տարածքներ են գրավում, ամեն օր Օդեսային է հարվածներ հասցվում։ Այն ժամանակ, երբ Օդեսային գրեթե հարվածներ չէր հասցվում, այո, 22, 23 եւ անգամ 24 թվականներ։ Այսինքն Ռուսաստանը գնում է ռազմական գործողությունները թեժացնելու եւ փաստի առաջ կանգնեցնելու այն պարագայում, երբ իրեն հարմար կլինի, ինքը կգնա բանակցությունների, բայց արդեն իր պայմաններով։ Թրամպը կարծում եմ ցավոք սրտի ընդունեց այս մարտահրավերը եւ ընդունեց, որ ինքը չի կարողանալու
ռազմական ճանապարհով բեկում մտցնել, հիմա գնում է այլ ճանապարհով, եթե չի ստացվում, Եվրոպական միությունն էլ անընդհատ խանգարում է, որպեսզի Եվրոպական միությունը խանգարում է։ Այո, աջակցում է Ուկրաինային։ Այո, հետևաբար ինքը ասում է, իսկ գնամ Ռուսաստանի հետ հարաբերությունից կարգավորեմ, որ հանկարծ մեկ էլ Ռուսաստան-Չինաստան տնտեսական դաշինք չկնքեն իմ դեմ։ Այդ ժամանակ արդեն Միացյալ Նահանգների տնտեսությունը իրոք կկանգնի կրախի առաջ։ Իսկ Իրանի հետ հարաբերությունները կարող են կարգավորել եւ հիմա այդ միջուկային ծրագրի հետ կապված Օմանում պետք է հանդիպում տեղի ունենա եւ Իրանն ասում է, որ միջնորդավորվածը պարտադիր է, որովհետեւ չենք վստահում ԱՄՆ-ին։ Հարաբերությունների կարգավորում կլինի, թե ոչ կարծում եք։ Չեմ կարծում։ Ավելին, վերջին իրադարձությունը Մերձավոր Արաբելքում ցույց են տալիս, որ ամեն դեպքում Միացյալ Նահանգները կարծես թե որոշում է կայացրել հօգուտ ռազմական գործողությունների Իրանի դեմ։ Տեսեք, իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքվում նախորդին տեղի ունեցել Թուրքիայի եւ Իսրայելի ներկայացուցիչների հանդիպում, որի ժամանակ քննարկվել է եւ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը եւ Սիրիան։ Այսինքն ըստ իսրայելական լրատվամիջոցների իրենք կիսել են Սիրիան Թուրքիայի հետ միասին։ Հիմա ես դեռևս 2 շաբաթ առաջ էի այդ մասին ասել, որ թուրք-իսրայելական բախում մենք չենք տեսնի, քանզի Իրանի դեմ ապագա պատերազմում Թրամփին երկուսն էլ պետք են։ Չնայած իրար հետ ունեն շատ վատ հարաբերություններ։ Հիմա իրավիճակային որոշում կայացրեցին, Սիրիան կիսեցին եւ կարծես թե փորձեցին ցույց տալ, որ իրենց տարաձայնությունները հարթվել է սրանով։ Երբ որ ռազմական գործողություններ կսկսվեն Իրանի դեմ, ինչով կավարտվի ես չգիտեմ, դրանից հետո անկասկած լինելու է Սիրիայում կրկին թուրք-իսրայելական բախում եւ կրկին թուրք-իսրայելական հարաբերությունների թեժացում։ Բայց այս պահին ես չեմ տեսնում նախադրյալներ, որ Միացյալ Նահանգները իրոք պատրաստ է բանակցություններով կարգավորել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերը եւ առհասարակ Իրանի հետ հարաբերությունները։ Այսինքն համաձայնության չեն գա։ Վստահ եմ, որ ոչ։ Շնորհակալ եմ ձեզ համար։ Զրուցակիցս միջազգային ագետ Գրիգոր Բալասանյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։